Սուրենավանում այս տարի գյուղատնտեսական սեզոնը նախկին տարիների նման աշխույժ չէ, պատճառը բերքի սպասվածի չափ առատ չլինելն է։ Իրավիճակը բարդացրել են նաև արտահանման խնդիրները։ Փոխարենը սուրենավանցիների կյանքը հեշտացրել են համայնքի ենթակառուցվածքային փոփոխությունները։ Նեյլի Սարգսյանը 18 տարի առաջ է Սուրենավան հարս գնացել, ասում է՝ գյուղական կյանքին արդեն հարմարվել է, թեև հեշտ չէր։ Ես Կվարտիրայից եմ տեղափոխվել ստեղ, ՈԿՖ բանավանից եմ, ստեղ գյուղ է, մի քիչ առօրյա հոգսերը շատ են, բայց հարմարվում ենք։ Նրա խոսքով համայնքում կան խնդիրներ, որոնց լուծումն առաջնահերթ է՝ երեխաների համար ժամանցի վայրերի ստեղծում, հասարակական տրանսպորտի հասանելիություն եւ խմելու ջրի հարց։ Տրանսպորտի հարցը մի քիչ լուծվեր ու ոնց որ թե ուզում են լուծեն, ասում են, որ համայնքներից արդեն դեպի Երևան գնացող տրանսպորտներ կլինեն։ Հիմնականում այդ հարցերն է։ Սուրենավանցիների խոսքով համայնքի ամենահրատապ խնդիրը շարունակում է մնալ ջրամատակարարումը։ Այն հատկապես սուր է դառնում ամռան ամիսներին, որը դժվարացնում է թե կենցաղը, թե գյուղատնտեսական աշխատանքների ընթացքը։ Ես ասել եմ, որ գառնի ջուր կուզեինք ունենանք, ամեն օր գոնե տային ջրի հարցն է լուրջ է։ Գոնե օրը 2-3 ժամով գառնի ջուրը լիներ, ճիշտ եմ չէ՞ ասել։ Ճիշտ ես ասել։ Ջուրը առաջնային խնդիր է, ամենակարևոր ու առաջնային։ 3 օրը 4 օրը ջուրը կուտակում է բասեյնում, նոր ջուրը մղում են դեպի գյուղ։ Ջրի պակասը ոչ միայն կենցաղային անհարմարություններ է ստեղծում, այլև առողջական ռիսկեր է առաջացնում։ Սուրենավանի բնակիչ Գոհար Ավետիսյանի եւ մյուս բնակիչների ցանկություններից մեկը շաբաթական գոնե 3-ից 4 անգամ ջուրը ծորակից խմելն է։ Ուզեի ջուրը միշտ լիներ, այդ բասեին նեխած ջրերը մենք օգտագործում ենք, ճիշտ է խմելուն առանձին ենք վերցնում, բայց ինչքան չլինի լվանանք, ինչ անենք, բայց այդ ջուրը, հիմնական ջուրը։ Տիկին Անահիտը համայնքում կատարված փոփոխություններից դժգոհ չէ, ասում է՝ տարիներ շարունակ սպասված գազիֆիկացման աշխատանքներն արդեն իրականություն են դարձել։ Հիշում է, որ գազ անցկացնելու խոստումը տրվում էր դեռ խորհրդային տարիներից։ Գազը շուտ վաղուց ծովետի ժամանակվանից ամեն տարի ասել են գազ են քաշելու, գազ ալելու, գազ չլելու, գազ չեղե, բայց այս հարկածու գազի տրովալներ եկել են։ Սուրենավանում վերջին տարիներին կատարվում են ենթակառուցվածքային աշխատանքներ։ Վերանորոգվում է կոյուղու համակարգը։ Բնակիչների խոսքով տարիներ շարունակ խնդրահարույց համարվող հին ցանցն աստիճանաբար նորացվում է։ Կոյուղի բաները փոքր տրուբեկով են։ Արե չեմ պատկերացրել, որ դա կարող է ծավալվի, մեծանա, կողից են միացրել։ Խնդիրը գյուղապետարանը բանը արդեն համայնքն էլ այդ հարցը լուծում են, պետք է գան քանդեն, որ էսի սարքեն, արդեն այդ է։ Սուրենավանի երիտասարդ համայնքապետը տեղյակ է բնակիչների բարձրաձայնած բոլոր խնդիրներին։ Դեռ դպրոցական տարիներից է երազել զբաղեցնել համայնքի ղեկավարի պաշտոնն ու իր պատկերացմամբ կառուցել զարգացած, բարեկարգ ու կենսունակ համայնք։ Պաշտոնը ստանձնելուց հետո աշխատանքի առաջնահերթ ուղղությունն է դարձել ենթակառուցվածքների զարգացումը։ Ամենաառաջնայինը գազաֆիկացումն է եղել, որ համայնքը ոչ իմ բնակիչները չեն հավատացել, որ հնարավոր է օրերից մի օր Սուրենավան բնակավայրում լինի գազաֆիկացված լինի։ 2020 թվականից համայնքում տարբեր ծրագրեր են իրականացվել, ճանապարհներ ու տանիքներ են վերանորոգվել, կոմունալ նոր ենթակառուցվածքներ են ստեղծվել։ Ասֆալտապատումն է լինելու, հիմնականում 4 փողոցներ ունենք, որոնք որ ասֆալտապատվելու են։ Դե իհարկե նաև տանիքների վերանորոգում, եռահարկ տանիքների, որը որ մեծ անհանգստություն էր պատճառում բնակիչների, լուսավորությունը, խողովակի կոյուղու գծերը, խմելու խողովակի գծերը անմխիթար վիճակում են, դրանք արդեն այս ամիսների ընթացքում փոփոխման ենթակա են լինելու։ Այսինքն բնակիչները հույս ունենան, որ տարեվերջ խմելու ջրի հարցը կլուծվի։ Անպայման կլուծվի։ Համայնքի ղեկավարի խոսքով առաջիկայում փոփոխություններ կլինեն նաև տրանսպորտային համակարգում։ Տրանսպորտի հարցն էլ առաջիկա ամիսներին արդեն բնակիչները կտեսնեն փոփոխությունը, նոր տրանսպորտներ են համայնքներին տրամադրել։ Նորմալ աշխատանքային։ Ծանրամարտի Հայաստանի հնգակի չեմպիոն 2020 թվականից Սուրենավան բնակավայրի վարչական ղեկավար Անի Վարդազարյանի համար
Այսօր համայնքի կառավարումն ավելի հեշտ է թվում, քան տարիներ առաջ մրցահարթակում ծանրաձող բարձրացնելը։ Նրա խոսքով պաշտոնը ստանձնելուց հետո բախվել է բազմաթիվ դժվարությունների, սակայն բնակիչների աջակցությամբ կարողացել է առաջ տանել համայնքային ծրագրերը։ Սպորտից դեպի համայնքային կառավարում անցումը, ասում է, այնքան էլ դժվար չի եղել, քանի որ պատասխանատու և ծանրաբեռնված աշխատանքի ռեժիմին արդեն սովոր էր։ Աիդա Ավետիսյան, Սամվել Գալստյան, Ռադիոլուր։